Բասկետբոլի գնդակ եմ գցել։ Ծաղկաձորում են հավաքվել Հայաստանի ամենամարզական ընտանիքները ամփոփելու Հանրապետության նախագահի մրցանակի համար լավագույն մարզական ընտանիք մրցույթը։ Թիմեր կային բոլոր մարզերից, Երևանից եւ Արցախից, անցած տարիների համեմատ այս տարի մասնակիցների ու թիմերի քանակն ավելացել է։ Մրցույթին մասնակցող ընտանիքների թիվը ավելացել է 13 անգամ։ Խաղերի առաջին փուլին մասնակցել են ավելի քան 1500 ընտանիքներ, ավելի ստույգ 4500-ից ավելի մարզասերներ, իսկ եզրափակիչ փուլին մասնակցել է նախնական փուլերը հաղթահարած 144 ընտանիք, որոնցից 23-ը հաշմանդամություն ունեցող։ Գնդակներ էր վերցնում, այս պարկի մեջով էր արագանցնում։ Եզրափակիչում ամենամարզական ընտանիքներն են պայքարում, պարան ձգելուց մինչև գնդակի նետումներ եւ հրաձգություն։ Սուրբ պայքարին հետևում էր նաեւ հանրապետության նախագահը։ Ողջույնի իր խոսքում նախագահ Սարգսյանը կարևորեց ընտանիքների շրջանում մասսայական սպորտի զարգացումն ու նշեց, որ մարզական այսպիսի միջոցառումները օգնում են մի քանի հարցում։ Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, որովհետև ընտանիքով այսպիսի մրցությունների մասնակցելը արդեն մեծ հաջողություն է։ Եվ այս մասսայական զանգվածային սպորտային միջոցառումներին մասնակցելը ոչ միայն մեզ պարգևում է առողջություն, այլ նաև լավ տրամադրություն, հաստատակամություն, հավատ ապագայի նկատմամբ։ Լավագույն մարզական ընտանիք մրցույթն անցկացվեց 4 տարիքային խմբերում, գրեթե բոլոր թիմերում կային փոքրիկ մասնակիցներ։ Ուզում եմ, որպեսզի բոլորդ նայեք այս երեխաների աչքերին, տեսեք ինչքան լույս է ճառագում, տեսեք ինչքան վստահություն եւ ուրախություն կա։ Ուրեմն այն, ինչ որ կատարվում է, տեղին է, անհրաժեշտ է, եւ մենք պետք է մեր հանրապետությունում պրոֆեսիոնալ սպորտի հետ զուգահեռ մշտապես նպաստենք զանգվածային միջոցառումների անցկացմանը։ Առաջին տեղը զբաղեցրած ընտանիքները պարգևատրվեցին 500,000 դրամով, երկրորդ եւ երրորդ հորիզոնականները գրաված թիմերը 400 եւ 300,000 դրամներով։ Մրցանակային տեղ զբաղեցրած ընտանիքներին պարգևատրեց եւ մեդալներ հանձնեց նախագահը։ Կոլեկտիվ լավագույն արդյունք գրանցած թիմն այս տարի Երևանն էր, մայրաքաղաքը ներկայացել էր մեծ թիմով, ընդ որում բոլոր մրցաձևերից։ Ամենակարևորն է, այս ընտանիքները, ամենալավ ընտանիքները իրար ընկերներ են ձեռք բերում, որը մի յուրահատուկ ընկերություն է։ Միշտ կապի մեջ ենք, միշտ շփվում ենք այդ ընտանիքների հետ եւ հիմնականում ընտանիքները ոչ միայն այս օրերին են ակտիվ մասնակցում, այլ մեල් բոլոր միջոցառումներին։ Սա նախագահ Սարգսյանի 10-րդ այցն էր լավագույն մարզական ընտանիք միջոցառմանը, գավաթ հուշանվեր հանրապետության ղեկավարին որպես շնորհակալություն։ Մոնիտորինգը ցույց է տվել 2017-ի փետրվարից դեկտեմբերն ընկած հատվածում նախագահի մրցանակի համար սպորտային 7 միջոցառումներին կմասնակցեն ավելի քան 81,000 մարզասերներ։ Գրիգոր Ավետիսյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։